մեկ անգամ եւս ուզում եմ առիթ օգտագործել եւ ասել, ուրեմն պայմանավորվածությունը հետեւյալն է. Հայաստանը եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային, ուրեմն հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստան եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, հա, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, հա, այսինքն ունի հստակ անվանումը, ունի սկզբունքները, ինչպես ամբողջ ապաշրջափակման դեպքում, այնպես էլ այս հատվածի դեպքում կան սկզբունքների կա շրջանակ, որոնց ներքո, որոնց շրջանակում տեղի է ունենելու այդ ապաշրջափակումը, եւ այդ սկզբունքներն են եւ քաչ հայտնի են, բայց ուզում եմ մեկ անգամ եւս թվարկել տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա մի հատ էլ ընդգծեմ, սա ամբողջ ապաշրջափակման այդ թվում եւ այդ հատվածին է վերաբերում։ Ես որովհետեւ սա ընդգծում եմ, որտեղ տեսնում եմ շահարկումներ այս մասով դեռ շարունակվում են մեդիատիրույթում գուցե միտումնավոր որոշ շրջանակների կողմից։ Հիմա հայաստանյան երկաթուղու հատվածը TRIP ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր են գործադրել այս ուղղությամբ եւ դա էլ մեր հենց ամենօրյա բառի իմաստով աշխատանքն է, երբ որ մենք ունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ վերջը բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն եւ կհանրայնացվեն։ Մի հատ էլ ուզում եմ ընդգծել, այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչ կարող եք մտնել եւ կարդալ համապատասխան Վաշինգտոնյան հռչակագրում։ Մնացածը մենք եւ Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերը կհամաձայնացնենք, կհանրայնացնենք եւ այդքան։